Նախորդ հոլովակներից մեկում արդեն անդրադարձել ենք տակտիլ գերզգայունությանը, այժմ կխոսենք տակտիլ թերզգայունության մասին։ Նշենք մի շարք ախտանիշներ, որոնք խոսում են այն մասին, որ երեխայի մոտ առկա է տակտիլ թերզգայունություն։ Ձգտում է ձեռք տալ ամեն ինչին եւ ամենքին, զգում է հպումը միայն այն ժամանակ, երբ այն ուժգին է, չի արձագանքում վնասվածքներին, օրինակ երբ ընկնում է եւ վնասում է ոտքը, լաց չի լինում եւ ցավ չի զգում։ Անտեսում է եւ չի նեղվում, երբ ձեռքերը կեղտոտ են։ Կարող է դրսևորել ինքնաագրեսիա, կծել, ճմկթել, գլուխը խփել պատին կամ հատակին։ Տարբեր իրեր տանում է բերանը, հաճախ խաղի ժամանակ ցավեցնում է այլ երեխաների կամ կենդանիներին, հաճախակի գրկում է իրեն հանգստացնող իրեր կամ ծածկվում է ծածկոցով, փնտրում է մակերեսներ, որոնք ապահովում են տակտիլ վառ զգացողություններ, նախընտրում եւ պահանջում է շատ կծու, քաղցր, աղի կամ թթու ուտելիք։ Սիրելի ծնողներ, այս ախտանիշները առանձին կարող է դրսևորվել բոլոր բալիկների մոտ, սակայն ախտանիշներին զուգահեռ պետք է հետևել երեխայի ընդհանուր վիճակին եւ զարգացմանը։ Ավելի մանրամասն ծանոթանալու եւ տեղեկանալու խնդրի մասին դիմեք կանահոգեբանական կենտրոն նյարդահոգեբանական ախտորոշման։